Քիչ առաջ հայտարարեցիք, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից։ Կնշեք, երբ է այդ դեպքում պատրաստվում վերադառնալ եւ ինչպես։ Առաջին հարցը, երկրորդ հարցներն եմ պատասխանից հետո կտամ։ Ժամանակավոր, երբ որ ասում եմ, ընդհանրապես մենք ապրում ենք ժամանակի եւ տարածության մեջ։ Հարցը պետք է ուղղեք իրեն։ Այսինքն, այս հարցը շատ է արծարծում, ուզում հստակ ասեմ, որ այո, երբ որ մենք գնում ենք մարզեր, երբ որ խոսում ենք մեր կուսակիցների հետ, այո, այդպիսի հարցադրումներ շատ կա։ Ուզում եք ավելի անկեղծ ասեմ, մարզերի մեծ մասում մարդիկ չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել, թե ԲՀԿ-ն իսկապես կապվում է Գագիկ Ծառուկյանի անվան հետ։ Սա այս բարձր, ես թաքցնելու բան չունեմ։ Ինքը կորոշի, երբ որ ես ասում եմ ժամանակավոր, այս կյանքում ամեն ինչը ժամանակավոր է։ Հետո ձեր հարցը։ Ներողություն, այսինքն չեք բացառում, որ առաջիկայում նա կարող է ինչ-որ ձևով վերադառնալ։ Իր որոշումների մասին ինքն է հայտարարելու։ Իրոք է։ Հարցների հարց կա։ Ես ամենայնպես տենց տեղեկություն եւ կարող եմ երկ եմ վստահ։ Ուրեմն այդ հարցին չեմ պատասխանում, որովհետեւ կոռեկտ չեմ համարում։ Այդպիսի հարցադրում, բայ, կոռեկտ չեմ համարում։ Վերջ, ուրիշ հարց է։ Միացրած է։ Պարոն Մելքումյան, երկրորդ հարցս, ձեր կարծիքով Հայաստանում բիզնեսներ խլում են գործարարների ձեռքից, թե ոչ, այդ մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը, ընդգծելով, որ մինչև իր նշանակումը խաղի այլ կանոններ են եղել։ Շնորհակալություն։ Ես ճիշտ ասած անձամբ չեմ լսել, բայց մամուլում կարդացել եմ, որ տարբեր անձեր, տարբեր գործիչներ գնահատականներ են տալիս այդ խլել չխլելու հետ կապված, ինքս չեմ լսել, բայց ասեմ հետեւյալը։ Հայաստանում, տեսեք, ես դատական համակարգի մասին չէ խոսեցի։ Նաև ես ինքս ջադակով եմ եղել, որ բիզնես օմբուդսմեն ինստիտուտը, հենց առաջինը կարծեմ 3 տարի առաջ ես եմ ասել, դենց էլ չստեղծվեց, դա պատահական բաներ չէ, մենք չենք պատճենանում միջազգային տարբեր փորձեր, բայց դա անհրաժեշտություն է։ Բիզնեսը ոչ թե այսպես կոպիտ, ես այդպես եմ պատկերացնում, կարող է գան ասեն, դե դու հեռացիր, ես եմ։ Այն պայմանները, որի շրջանակներում գործում է տվյալ բիզնեսը, եթե այդ պայմանները վերանում են դրա շուրջը, հատկապես դա վերաբերվում է փոքրին, միջինին, միջինից դեպի մի քիչ խոշոր, բայց ոչ ամենախոշորները, այդ դեպքում կա նման է նրան, որ այդ բիզնեսը խլեն։ Տնտեսագիտական մեկնաբանություն, պայման, որ այլևս դատարկում է այդ բիզնեսը արդյունավետ կամ թեկուզ նվազ շահութաբեր աշխատելուց։ Այո, Հայաստանի Հանրապետության լրջագույն պրոբլեմներից մեկը այն է, դրա համար էլ ներդրումներ չեն կատարվում, որ պայմանները այնքան են վատացել եւ վատթարացել, որ որևէ մեկը չի ուզում Հայաստանում փող դնի որպես ներդրում, որովհետեւ նվազագույն շահութաբերությունը եւ անվտանգությունը ներդրումների ապահովված չի։ Այսինքն մարդիկ այդ ներդրումները անում են, ակնկալելով, որ պետքա շուկա լինի, սպառողական պահանջարկ լինի, արտահանման պայմաններ լինի եւ այլն իր ենթակառուցվածքներով եւ հետո պարզվում է, որ այդ ամեն ինչը գոյություն չունի, դա որոշակի խավերին տված արտոնություններ է միայն կամ էլ բնական պայմանները արդեն իշխանությունները վերացրել են։ Պարոն Մելքումյան, այսինքն դուք չեք լսել երբևէ, որ Հայաստանում բիզնեսներ խլվում են գործարարների ձեռքից։ Ես լսել եմ, չէ, լսել ասելով, որ նրան ասեն դու սարի եկիմայստերի ես եմ։ Ես լսել եմ, որ դրա պայմանն է վերացել, այսինքն մրցակիցներին կարող է դուրս մղեն շուկաներից, սա եմ ես համարում, ավելի կարող է հատուկ են դեպքեր ես չգիտեմ, բայց հիմնական պրակտիկան նախկինում մրցակիցներին դուրս մղելն է շուկաներից։